Մենք աշխատել ուղիղ եթերում իմ հյուրն է Արմինե Ադիբեկյանը, բարև ձեզ Արմինե, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, 3 առաջ օրը պտտվում էր Քրիստինե Վարդանյանի ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Վարդանյանի խոսքը, որ մոտավորապես նույն ժամանակ 1 տարի առաջ ինքը ասում է, որ այնպիսի տպավորություն, որ շուտով դուք պետք է ստիպված լինեք ընդունել, որ ձեր միակ երաշխավորը մնացել է Ալիևն ու Էրդողանը։ 1 տարի հետո շատ կոնկրետ այս մարդիկ հայտարարեցին, Ալենով հայտարարեցին, որ այո, իրենց մեր երկրի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Երևի եզակի դեպքերից է, երբ որ Ալեն Սիմոնյանը չի ստել, որովհետև անձնապես Ալեն Սիմոնյանի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անվտանգության երաշխավորողը Իլհամ Ալիևն է։ Ասենք կա երկրում մարդ, կառույց, խումբ, որը կասկածի տակ կարող է դնի այդ պնդումը։ Իհարկե ոչ։ Որովհետև չլինի Իլհամ Ալիևը, Ալեն Սիմոնյանին կտանեն ու կփակեն գազանանոցում։ Ոչ մի տարաձայնություն կամ ինչ-որ ֆալշ Ալեն Սիմոնյանի պնդումների մեջ չկա։ Եթե ձեզ մեկ էլ հանկարծ թվաց, որ Ալեն Սիմոնյանի նկատի ունի Հայաստան, հայ ժողովուրդ, ես չգիտեմ ընդեղ ՔՊ, էդ էլ ասա, ինքը նկատի ունի բացառապես անձամբ ինքը եւ ՔՊ-ն, որտեվ եթե չլինի ՔՊ, չի լինի Ալեն Սիմոնյան։ Դժվար թե ենթադրենք ՔՊ-ն ծրվի, Ալեն Սիմոնյանին հրավիրեն մեկ ուրիշ կուսակցություն։ Ալեն Սիմոնյանն է, բացառապես ՔՊ-ի շնորհիվ եւ նա դա շատ պարզ գիտակցում է ու դրա համար տենց քծնում ու շողոքորթում է Նիկոլ Փաշինյանին, որտեվ չլինի Նիկոլ Փաշինյան, չի լինի ՔՊ։ Հետևաբար ինքը իր պրիորիտետները շատ չոտքի դրել է։ Ես պետքա քծնեմ Փաշինյանին, իսկ իմ անվտանգության երաշխավորը Իլհամ Ալիևն է, շատ պարզ բանաձև է։ Իսկ առհասարակ դուք նկատել եք, որ այս 8 տարվա ընթացքում ընդդիմադիր դաշտում հնչեցված բոլոր կանխատեսումները քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարքի վերաբերյալ իրականացան։ Այսինքն, երբ որ 19 թվականին ասում էինք, որ հանձնելու է Արցախը, այդ նույն Նիկոլա Մերժ ֆեյքերը գալիս վիրավորանքներ էին բանանում, որ Նիկոլը Արցախի անվտանգության երաշխավորողն է, հանձնեց Արցախը մի տարի հետո։ Երբ որ ասում էին Սյունիքի հարցն է կանգնած, ասում էին ինչ եք խոսում, սա մեր միջազգայինորեն ճանաչված տարածքներն է եւ այլ, հիմա թուրքը ջերմուկի վրա կախված է։ Թուրքը կապանի մեջ մտած է, ներքին հանդով, ճակատենով եւ մնացած բոլոր հավես տեղերով եւ Զանգեզուրի միջանցքն էլ ներառյալ։ Երբ որ ասում էինք Տավուշի մասին, մեզ ասում էին ինչ եք խոսում, մարդը բան է արել, միլիցեք այնտեղ ուղարկել, որ ամրապնդի սահմանը։ Գեգամ Նազարյանն էլ տունն է վերանորոգել։ Հա, ես եմ այնտեղ Աննա Հակոբյանը պրոստը ջրի ճամփա էր սարքել այն ժամանակվա կորպուսի հրամանատարի Խաչատուրովի մոտ, ոնց որ հորտուն գնար գար։ Ինչ տեղի ունեցավ, Խաչատուրովին գործից հանեց, բանակը միլիցեքին հետ կանչեց, բանակը ցրեց, Տավուշի կեսը նվիրում է թշնամուն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը այնքան կանխատեսելի էին, որ մի զարմացեք, որ Քրիստինե Վարդանյանը մի տարի առաջ ասել է, այսօր իրականանում առհասարակ լսեք ինչ են ասում մարդիկ, որովհետև խոսացողները այդ այն մարդիկ են, որոնք ոչ թե բան են անում, Ալիևի արևով են երդվում կամ ասում են Ալիև ձյաձյա ինչ անենք, որ քեզ լավ լինի, այլ մարդիկ նստում ուսումնասիրում են, վերլուծում են եւ այդ վերլուծության հիման վրա կանխատեսումներ են անում, որոնք իրականանում են։ Այսքան բան, այսօր կրկնեմ, եւ Քրիստինե Վարդանյանի պարագայում եւ Ալեն Սիմոնյանի պարագայում ես բացարձակապես ոչ զարմացած եմ, ոչ զայրացած, որտեվ Քրիստինե Վարդանյանի պարագայում ես գիտեի, որ տենց է լինելու,
Ալեն Սիմոնյանի պարագայում ես գիտեի, որ տենց է լինելու։ Այսինքն ճիշտ էր կանխատեսում։ Ոչ թե կանխատեսում էր, ասում էր ասեք, էլի Քրիստինեն ասում էր ասեք, որ կարակ ինձ դեպք նշեք, երբ որ ընդդիմադիր դաշտից էքսպերտների մասին է խոսքը գնում։ Ինչ որ զգուշացում կամ կանխատեսում է եղել, եւ այդ կանխատեսումը չի իրականացել, չկա տենց բան։ Ու իդեպ ասած, երբ որ վերլուծում ես ադրբեջանական էքսպերտային եւ պաշտոնական լրահոսը, իրականում Փաշինյանի վերաբերյալ այնտեղ մի քիչ այդքան էլ հստակ չի էլի իրավիճակը, հեսա կասեմ ինչու։ Այն հարցը ինչի եք դուք սատարում Փաշինյանին, ոչ թե Փաշինյանը մեր աղբերն է, ոչ թե լավ տղա է, ոչ թե հայրենասեր է, այլ Փաշինյանը կանխատեսելի է, ու եթե ինքը ադրբեջանցիքի համար է կանխատեսելի, ինքը մեր համար կանխատեսելի ու կանխատեսելի է։ Բայց այս վերջերս այդ լրահոսում սենց միտք է սկսել հնչել, որ իրականում մեզ համար մեկը ով կլինի Հայաստանի վարչապետը, որովհետև Փաշինյանի շնորհիվ Հարավային Կովկասում այնպիսի կոնֆիգուրացիա է ստեղծվել, Հայաստանի նենց են մցրել մկանցակը, որ ով էլ ուզում է գա, այս ստեղծված իրավիճակը նա չի կարողանալու փոխի։ Այսինքն Փաշինյանը ոչ թե մեզ դավաճանել է, Փաշինյանը ոչ թե ծնկի է եկել Ալիևի առաջ, այլ Փաշինյանը մեր ապագան է պղծել, ինքը զրկել է մեր ապագա սերունդներին հնարավորությունից կոտրել այս ստեղծված վիճակը։ Դե հիմա դուք այդ ասեք ինքը դրանից էլ օգտվում է, Արմինե ասում է, դե ես եմ արել, մենակ ես էլ կարող եմ այս վիճակից։ Ու քանի որ այստեղ երաշխիքի մասին ենք խոսում, ու քանի որ իրավիճակը արդեն ձևավորված է, Ալիևի համար արդեն մեկ է, Նիկոլը կլինի, թե ես կլինեմ։ Իրանք այսինքն բացարձակապես չեն սատարում, այն աստիճանի չեն սատարում այդ անվտանգությանը, ոնց որ երևակայում է Ալեն Սիմոնյանը։ Վաղը չեմիսօրը եթե Ալիևին պետք լինի, Ռուբեն Վարդանյանի տեղը զբաղեցնելու Ալեն Սիմոնյանը։ Ու թող Աստված կանչի, որ ինքը իր բանտարկության սրոկը անցնի Երևանի գազանանոցում, այլ ոչ թե Բաքվի բանտում։ Ջան